Հայաստանից ծիրանի, սալորի, դեղցի, նեկտարինի, կեռասի, հանքային ջրի, գինու և հայկական բրենդի արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը հաստատել է աջակցության նոր ծրագիր, որի շրջանակում հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացրած տնտեսվարողները կստանան պետական փոխհատուցում։ Համոզված եք, որ հետո ստիպված չեն գտնելու հետ ներմուծել այդ նույն մեր ապրանքները, որովհետև սենց մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնաց Հայաստանի Հանրապետությունում։ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, նշելով, որ ծրագիրը նախորդ շաբաթ ընդունած ջերմատնային մշակաբույսերի, ելակի և ծաղիկների արտահանման աջակցության շարունակությունն է։ Նպատակն է նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և նոր մատակարարման շղթաների ձևավորմանը։ Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց Հայաստանից արտահանվող ջերմատնային արտադրության, թարմ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանման աջակցելու միջոցառումը, որի նպատակն էր նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը և մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։ Այս համատեքստում սույն նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու և բրենդի արտահանումը խթանելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում։ Ըստ հաստատված կարգի արտահանողները կստանան փոխհատուցում հետևյալ չափերով. ծիրանի յուրաքանչյուր կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի և նեկտարինի համար 250 դրամ, կեռասի համար 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր բացարձակ լիտրի համար 830 դրամ, իսկ հանքային ջրի համար 150 դրամ։ Վերջին օրերին արդեն արտահանվել է շուրջ 257 հազար կիլոգրամ կեռաս և 64,9 հազար կիլոգրամ ծիրան, և այդ արտահանումներն իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են օգտվել փոխհատուցումից։ Որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն և ներկայացնում է երկու փաստաթուղթ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը նույն ինքը հաշիվ ապրանքագիրը։ Վարչապետը նշում է, որ Հայաստանի արտահանման հնարավորությունները մեծացել են նոր տրանսպորտային ուղիների շնորհիվ։ Ախալքալակ կարս երկաթուղու երկու գիծը, որովհետև նախկինում մի գիծ էր երկաթուղու, հիմա երկու գիծ է, երկու գիծն էլ աշխատում են այս թեմայով, նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսակցություն ունեցել եւ նայել է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել եւ նրանք էլ վերահաստատել են, որ այդ ուղղությունները բաց են միջև առնվազն մեր հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, ել չեմ ասում թրիփ նախագծի իրագործման շրջանակներում իհարկե հնարավորությունները էականորեն կավելանան։ Կառավարությունը նույն օրը հաստատել է նաև մեկ այլ աջակցության ծրագիր, որը վերաբերում է չշշալցված կոնյակի սպիրտի արտահանմանը։ Այդ ծրագրով պետությունը մեկ տարվա ընթացքում կփոխհատուցի արտահանողների կողմից վճարվող տուրքը, պայմանով, որ նրանք համապատասխան ծավալներով խաղող կմթերեն հայկական գյուղացիական տնտեսություններից։ Աստղիկ Խաչատրյան այսօր։